Իդեպ 2022 թվականի փետրվարին ԿՊ պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որի գործունեությունը օրենքով սահմանված կարգով երկարացվեց 2 անգամ, ևս 1 անգամ խախտումներով երկարացվեց 6 ամսով։ Այսօր, երբ արդեն քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու ժամանակն է, պարզվում է, քննարկումը կընթանա փակ ընթացակարգով։ ԿՊ-ն խոստանում էր հանրության համար պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է պարտություն բերել։ Հիմա ասում է, չէ, հանգամանքները պարզ կլինեն միայն հաշված թվով մարդկանց։ Հիշեցնենք նաև, որ ընդդիմությունը այդ հանձնաժողովի նիստերին չի մասնակցում, պարզաբանելով, որ իշխանությունը, որը բերել է պարտություն, չի կարող ճիշտ քննել այդ պարտության հանգամանքները։ Հենց այդ պատճառով է, որ հանձնաժողովի զեկույցը արդեն օբյեկտիվության ճգնաժամի մեջ է, իսկ հանրության մոտ հստակ պատկերացում է ձևավորված մեղավորների մասով։